Բարոյթի մասնակիցներ, դուք լսեցիք դատական նիստի քարտուղարի զեկույցը, որը մեղադրյալներից Տիգրան Գաղոստի-Գասցյանը չի ներկայացվել դատական նիստին 16/10/2025 թվականին ուղեկցող գումարտակի կողմից քրեակատարական հիմնարկից ստացվել է տեղեկանք, որը նշված է հետևյալը, որ կալանավորված անձ Տիգրան Գաղոստի-Գասցյանը 13/10/2025 թվականին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, ներկայ գտնվում է նշված հուշհաստատությունում։ Պաշտպանները այստեղ են, չէ՞, Տիգրան Գաղոստյանի։ Արժան դատարան, ես եմ պաշտպանը, պաշտպաններից ես եմ ներկա, ես դատարանի կազմում եմ։ Իրան Պողոսյանը չի ներկայացել, ճիշտ է՞, այսօր չի ներկայացել։ Տեղեկություն ունեք, ինչ ախտորոշմամբ է հարգելի պաշտպան տեղափոխել բժշկական կենտրոն եւ որքան ժամանակով պետք է գտնվի այնտեղ։ Ունեմ տեղեկություն, ունեմ նաեւ տեղեկություն այն մասին, որ որևէ խոչընդոտ չի եղել եւ դրա մասին տեղեկություն չկա, որ խոչընդոտ կար։ Ես փորձեցի ճշտել, դրա համար էլ ձեր կազմի հետ եմ նաեւ կապվել, տեղեկացրել եմ իրավիճակի մասին, որտեղ պետության պարտականությունն է ներկայացնելը եւ հասկացա, որ կարճ ժամանակում նաեւ դատարանը չկարողացավ միջոցներ ձեռնարկել, որպեսզի պաշտպանյալից ներկայացնեն դատարան։ Ախտորոշումը, չգիտեմ, դրամբաց դատական նիստով դրա մասին խոսենք թե չէ, ախտորոշումը չէ, դա գաղտնի պետք չի, անձնական բանի դատարանի գրավոր կներկայացնեմ ամեն դեպքում որքան ժամանակ պետք է ուզում եմ տեղեկացնել դատարանին, որ պաշտպանյալս ի վիճակի է, այսինքն այնքան չի վատ վիճակը, որ չկարողանա դատական նիստի գալ, ցանկություն ուներ գալ, բայց չի ապահովել պաշտպանյալից ներկայությունը դատական նիստերի դալիճում, կարծում եմ որքան ժամանակով է լինելու չեմ կարող ասել չեմ կարող, այս պահին ամեն դեպքում բուժումը շարունակվում է։ Да.